Այսօր դուք ձեզ հպարտ քաղաքացի եք զգում, թե տուգանքի մատերիալ։ Ես կարևորը որ քաղաքացի եմ զգում։ Հպարտ քաղաքացի եք։ Հպարտ, այո։ Ինչով եք հպարտ քաղաքացի զգում։ Ես ամեն ինչով քաղաքացի եմ։ Абсолютно հպարտ։ Տուգանքի մատերիալ։ Սովորական հասարակ քաղաքացի։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում էր հպարտ քաղաքացիներ, հետո ասում էր ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ Հիմա Չէ, երեխեք, ես հանգիստ ինձ համար քաղաքացի եմ, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ մյուսները։ Կապ չունի, ես ինձ համար իմ գործն անում եմ։ Պարզ է, այդքան բան։ Ես հպարտ եղել եմ ու միշտ կլինեմ։ այսինքն կապ չունի Նիկոլ Փաշինյանի ասած հպարտ քաղաքացի։ Մենք ենք որոշում ոնց լինենք, հպարտ լինենք։ Դա անհատից է գալիս։ Չգիտեմ, մի քիչ մեր կյանքը բարդացել է, բայց եթե յուրաքանչյուրս նայենք մեզ, մեր քայլերին, ցանկացածը գիտենք որն է լավը ու ճիշտը ու կարող ենք փոխվել ու մեր երկրում լինենք հպարտ քաղաքացի, քանի որ այս է մեր երկիրը, մենք պարտավոր ենք մեր երկրում լինենք հպարտ քաղաքացի։ Այսօր դուք հպարտ քաղաքացի եք զգում ձեզ, թե տուգանքի մատերիալ։ Լավ։ Այո, Հայաստանի հպարտ քաղաքացի։ Չեմ կարող շատ բարդ հարց եք տալիս, չեմ կարող պատասխանել։ Հպարտ քաղաքացի։ Ինչո՞վ։ Պետք է գնացվի ստուց։ Դուք ձեզ հպարտ քաղաքացի եք զգում, թե տուգանքի մատերիալ։ Ես իմ այդ գոջա չեմ կարալի կներես։ Այո, շատ հպարտ եմ ու խաղաղ եմ, որ խաղաղ երկրի տակ ապրում եմ ու ես ինձ լավ եմ զգում, որ շատ լավ է։ Ինչով եք հպարտ զգում, ինչու։ Որ խաղաղ ենք, հանգիստ ենք, կռիվ չկա, հանգիստ ենք, լավ ենք մեզի զգում։ Ոնց ասեմ, հանգիստ ենք զգում, գոհ ենք մեր վարչապետի գործերից ու գոհ ենք Իրանից, Նիկոլ Փաշինյանից գոհ եմ, ես անձամբ գոհ եմ, ես շատ գոհ եմ, ինքը շատ լավ ղեկավարում է երկիրը ու շատ լավ, կարևորը խախանդություն է, կռիվ չկա, պատերազմ չկա։ Սրա դիմաց ինչ-որ բաներ ենք տալիս, հիմա սահմանադրությունը պիտի փոխեին։ Ինչ սահմանադրություն։ Հայաստանի Հանրապետության։ Ես չեմ իմացել, բայց որ գիտեմ, որ խաղաղ ենք, հանգիստ ենք, այդ իմ համար մեծ բան է, հանգիստ ենք։ Ձեզ համար այսինքն նորմալ է ամեն գնով խաղաղությունը։ Այո, ես շատ լավ եմ ինձ զգում, որ իմ երկրում ես հանգիստ եմ, կռիվ չկա, պատերազմ չկա։ Իր ժամանակ է միայն պատերազմ ու զոհեր եղել։ Նիկոլ Փաշինյանի օրոք է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ոչ, ինքը ինչի պիտի տես բան աներ։ Ինքը չէր վարչապետը, ես չեմ ասում պատերազմի։ Հա, ինքն էր վարչապետը, բայց ասում եմ իր օրոք, ասում եք չէ, իր օրոք չի։ լավ էլի մոռացել եք ինչ կռիվներ ա եղել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այդ մարտի 1-ը ով ա արել, այդ ազգային ժողովում, որ այդ պատերազմը արեցին, այդ մեր լավ Դեմիրճյանը մահացավ, Վազգեն Առաջինը, Արմենակ Արմենակյանը, այդ ով խփեց, ով արեց այդի։ Դուք փաստեր ունեք։ Չէ, փաստեր չունեմ, ես այդ վաղ հիշում եմ, ամեն ինչ հիշում եմ, ասի ջան, այդքանով կարամ եզրափակեմ ու ամեն ինչ լավ է լինելու։ Երբ որ ինքը երկրի վարչապետը կնստի ու խաղաղությունը նա կբերի։ Դուք ձեզ հպարտ քաղաքացի եք զգում, թե տուգանքի մատերիալ։ Այսօր եթե հպարտ քաղաքացի նկատի ունեք ներկայիս ավազակապետական վարչախմբի Փաշօղլու սեփական շրթունքներով ոչ, ես ինքս իմ էությունով լիովին հպարտ եմ առանց այս թուրքի լամուկի ու իրա շքա խմբի։ Ես լիովին հպարտ եմ ու իրանից էլ ավելի հզոր ու անպարտ։ Իսկ ինչու նման կարծիք ունեք վարչապետի մասին Հայաստանի։ Մի հատ բան ասեք, որ իր ասածը ինքը իր սեփական շրթունքներից դուսա եկե եւ կյանքիա կոչվե։ Մի բան խաղաղություն են բերել։ Բայևոյ բլեֆ այդ խաղաղությունը մեր երեխաների արյան գնով պետք է բերեր։ Կարող էր հողերը հանձնել առանց զոհերի, բա որ կարող էր հանրաքվե դներ ու կյանքի կոչեր։ Դժվար էր Նիկոլ Փաշօղլի։ Թե սիոնիզմին պետք էր Հայաստանի ցեղասպանությունը, մեր սերունդի հետմահու զարգացումը։ Դա ջհուդներին էր պետք, Լևոն Տեր-Պետրոսյանին էր պետք դա։ Լևոնի կնիկը ջհուդ է, իր կնիկն է Լևոնի կնկա Մորքուրի թոռնա։
Այնպես որ այդ ամեն ինչից կուրսի ենք, Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյան, դու մեր ձեռից դու չես կարա փախնես։ Բա իհարկե Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյանը, որ ասում եմ Սերժի ախպերը Լևոնի ազգականը։ Ու այսօրվա դրությունով մեր ժողովուրդը եկել էին այն հույսով, որ խորոված պետք է ուտեին, անվճար խորոված։ Եկան հասան, խփին լորուն, կպավ ջորուն։ Այդ ջորին էլ իրանք եղան, որ հավատացին այս թուրքը հապատակ թուրքի լամուկին։ Ինչու եկաք։ Այս քան խապկանքների մեջ հələ հավատում եք սրան։